Նոյանդապանի քննարկում հաղորդաշարն է եթերում եւ այսօր ինչպես ամեն շաբաթ մենք զրուցելու ենք ազգային օրակարգ կուսակցության խորհրդի անդամ Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Արա Հակոբյանի հետ։ Ողջունում եմ պարոն Հակոբյան, եկեք այսօրվա խոսակցությունը սկսենք ներքաղաքական թեմաներից, չհայտարարված նախընտրական ուրեմն շրջանում արդեն բուրըն նախընտրական իրադարձություններ են, տարբեր կուսակցությունների համագումարներ, բոլորը պատրաստվում են այդ ընտրություններին, ինչը կառանձնացնի առանձնապես այս շրջանը։ Տեսեք, մենք բազմաթիվ անգամ անդրադարձել ենք այս նախընտրական, ձեր ասած դեռևս չհայտարարված գործընթացներին եւ հասկանալի է, որ այդ գործընթացները պետք է ընթանային եւ զարգանային եւ հիմա նախնական որոշակի պատկեր մենք արդեն ունենք իշխող վարչակարգ, իշխանական համակարգի մնացած ռեսուրսային, այսպես կոչված ընդդիմություն, որոնք նույն իշխանական համակարգը, ինչպես եւ իշխող վարչակարգը 35 տարի Հայաստանը տիրած հակահայ իշխանական համակարգն են ներկայացնում, հիմնականում դա մեծ 3 ուժերն են, ռեսուրսային իմաստով մեծ, դա նոր ձևավորվող ուժն է, ուժեղ Հայաստան, եթե չեմ սխալվում, դա Քոչարյան դաշնակցություն դաշինքն է եւ դա Բարգավաճ Հայաստան, որի մեջ ներգրավել են բազմաթիվ այլ այդ ցուցակի մեջ ներգրավել են բազմաթիվ այլ կազմակերպություններ եւ որոնց մեջ եւ հասարակական եւ քաղաքական հիմնական ռեսուրսային ճակերտներում ընդդիմությունը իրանք են, որտեղ նույն կրկնվեմ իշխանական համակարգն է ներկայացնում Փաշինյանական ուժը, քաղաքացիական պայմանագիրը եւ այլ կազմակերպություններ, քաղաքական ուժեր, որոնք հայտարարում են ընտրություններին մասնակցելու մասին, որոնք կարծում եմ առաջնահերթ դիրքերում չեն։ Հիմա այդ ամեն ինչից զատ ես ուզում եմ կարճ բավականաչափ անդրադառնամ հնարավոր իրական այլընտրանքին։ Ինչ եմ ես դա նշում, որ իրական որպես այլընտրանք, որովհետև նորից բազմաթիվ անգամ մենք այստեղ քննարկել ենք, որ Հայաստանը 35 տարի շարունակ գտնվում է օտարի անմիջական իշխանության ներքո, եւ այդ օտարի հիմնականում եղել են ռուսները, այսինքն վերջին մի քանի տարվա ընթացքում Ուկրաինայի պատերազմի որպես արդյունք այդ օտարի մեջ ռուս-թուրքական այդ հաղորդակցվող անոթների շրջանակում թուրքական զորությունը ավելացել է, մասնավորապես դա նաև վերաբերվում է Արցախյան պատերազմի երկրորդ փուլի արդյունքներին եւ հիմա մենք գտնվում ենք Հայաստանը գտնվում է օտարի ռուս-թուրքական օտարի եւ այստեղ նաեւ մուտքագործել ԱՄՆ-ն վերահսկողության ներքո եւ նրանք են որ որոշում են գործող իշխանական համակարգում թե ինչ համամասնությամբ ով ինչքան քվեա ունենալու եւ այդ պատկերը արդեն իմ կարծիքով հասկանալի է որ Նիկոլ Փաշինյանը այդ համատեքստում լինելու ամենաշատ քվե հավաքողը եւ ենթադրաբար ինչպես եւ ինքնա ասպես ասած երազում եւ հայտնում որ ուզում է ունենալ համանդրական մեծամասնություն եւ նաեւ 2 կամ 3 ռուսական այլ ներկայացություն կլինի իմ թվարկած ուժերի շրջանակում։ Հիմա այդ պատկերը ոնց կարող խաթարվի։ Այդ պատկերը կարող խաթարվի միայն այն պարագայում, երբ որ այդ արտաքին ազդեցությունից դուրս գտնվող որևէ ուժ կամ ուժեր միաբանվեն եւ կարողանան հայտ ներկայացնել եւ այդ հայտը ստանա հայկական հայության որոշակի ազգայնական շերտի իրական աջակցությունը եւ այդ գործընթացը այսօր կա եւ հուսով եմ որ մի քանի օրվա ընթացքում դա կավարտվի եւ այդ ազգայնական այսպես ասած բևեռի հայտը կլինի, որտեղ ներգրաված կլինեն ազգային եւ ազգայնական ուժեր, որոնք չեն գտնվում արտաքին վերահսկողության ներքո, որոնց համար հայկականությունը, որոնց համար Հայաստանը որպես անկախ ինքնիշխան պետություն կարևոր է, առաջնահերթ է եւ որոնք պատրաստ են այդ նպատակի համար գնալ անհրաժեշտ զոհողությունների եւ իրենց եւ գործունեությամբ եւ առանձին անհատների կենսագրությամբ այդ ուժերի
ուժերը ներկայացնող դա բազմաթիվ անգամ ցույց են տվել տասնյակ տարիների ընթացքում։ Այսինքն ազգայնական ուժերի միաբանումն է, որ կարող է այս նախընտրական փուլում ընտրությունների արդյունքների մասին այս պահին չեմ ուզում խոսել, բայց նախընտրական փուլում լինել իրական այլընտրանքը օտարի իշխանության ուժերին։ Ես այդտեղ երկու հարց ունեմ։ Նախ բոլոր նախորդ ընտրություններում ազգայնական այդ ուժերը ավանդաբար միշտ հավաքել են շատ քիչ ձայներ։ Եվ երկրորդը ինչ վերաբերում է անկախությանը եւ ինքնիշխանությանը, ես ուզում եմ մեջ բերել իշխող ուժի ուրեմն վարչապետի մի այսպիսի խոսույթ, որ գուցե ոչ ամբողջ ճշտությամբ, բայց իմաստով, որ այդ տեսեք, երբ կար Արցախը, մենք իրականում չունեինք անկախ երկիր, բայց երբ որ մենք ազատվեցինք այն լծակից, որի միջոցով մեզ ճնշում էին, մենք հիմա ունենք անկախ երկիր։ Եվ դա մատուցվում է հանրությանը որպես ուրեմն գոյություն ունեցող փաստ։ Ինչպես կմեկնաբանենք։ Տեսեք, առաջի հարցին ես պատասխանեմ հետևյալ կերպ։ Հայաստանում ազգայնական հայության մեջ ազգայնական շերտը բավականաչափ նեղ է, ես դրա մասին բազմաթիվ անգամ ասել եմ, նա իր համամասնությամբ ընդհանուր հայ ժողովրդի շրջանակում բավականաչափ փոքր այս կարելի ասել, նույնիսկ կարելի ասել մարգինալ բան ունի, չափ ունի, բայց նորից կրկնվեմ, ամեն ազգայնականի առանձին վերցրած եւ այդ շերտի կշիռը իրապես ավելի ծանր է, քան մնացածինը հանրագումարային։ Այսինքն, եթե այդ ազգայնական շերտը միաբանված աջակցություն ցույց տա որևէ մի քաղաքական ուժի, ապա դա իրական փոփոխություն կարող է բերել իրավիճակում։ Բայց այստեղ ձեր հարցի ինչ են քիչ ձայներ հավաքել, այո, որովհետեւ այդ իմ ասած քվեն ինչ եմ միշտ ցածր քվե հավաքել, որովհետև այդ իմ ասած շերտը ինքը բավականաչափ զգոնա եւ զուսպ է իր դրսեւորումներում հետեւյալ իմաստով։ Նրանք ամեն մեկի հետևից չեն գնում։ Եվ դու պետք է իրենց վստահությունը բան անես, ունենաս եւ իրենց վստահությունը շահես, որպեսզի կարողանաս նրանց ստանալ որպես քեզ աջակցություն։ Հիմա առաջի խնդիրը հետեւյալն է, որ նրանք ուզում էին եւ ուզում են ազգայնական ուժերի միաբանում, որը չի եղել մինչ այսօր։ Հիմա դրա հնարավորությունը կա եւ այդ հնարավորությունը կարծում եմ պետք է առավելագույնս օգտագործել։ Ինչ է առաջացել այդպիսի հնարավորություն։ Ես կարծում եմ ժամանակի մեջ եւ փորձառությամբ եկել են այդ գիտակցությանը, որ առանձին վերցրած որևէ մի ուժ, ազգայնական ուժ եսի նկատի ունեմ, չունենալով բավարար ռեսուրս եւ չունենալով եւ ունենալով գործող իշխանական համակարգի անմիջական ճնշումը եւ սահմանափակումները, որը տասնյակ տարիներ շարունակ եղել են, եկել են գիտակցության, որ առանձին վերցրած որևէ ուժ, որ ուժ ուզում լինի, ինքը հնարավորություն չունի այդ արգելքները հաղթահարելու։ Դա մեկ եւ երկրորդ կարծում եմ պատճառը եղել է նա, ինչ որ ես արդեն ասացի, որ հասկացել են, որ եւ գիտակցել են, որ այս բախտորոշ իրավիճակում, երբ որ դու միաբանում ես, ապա արդյունքը չի լինում ուղիղ գծային, այլ արդյունքը լինում է էքսպոնենցիալ, այսինքն բազմապատիկ ավել դու արդյունք ես ունենում եւ դա բերել է այն քննարկումներին եւ հուսով եմ արդյունքին, որ միաբանում կլինի։ Նորից կրկնվեմ, իշխանական համակարգը, որի մեջ է Նիկոլ Փաշինյանական վարչակարգը եւ ռեսուրսային ընդդիմությունը հիմնականում ռուսական ազդեցության ներքո, ինքը իր մեջ ունի վարչակարգը եկող վարչակարգը գլխավորելու խնդիր։ Եվ տեղ կա մրցակցություն, տեղ կա նաև որոշակի հակասություններ, հակադրություններ եւ այլն, ինչին որ մենք ականատես ենք լինում։ Բայց չկա խնդիր, թե այդ իշխանական համակարգը գործող 35 տարվա հակահայ, արդյոք իշխանություն պետք է ունենա, թե չունենա, պարզա, որ պետք է ունենա եւ իրենց մեջ իշխանության փոխանցում են փորձելու իրականացնել, ոնց որ եղել է 35 տարի շարունակ։ Հիմա երբ որ այդ համակարգից դուրս
որոշակի միաբանում է առաջանում, այն էլ ազգայնական։ Դուք ինքներդ կտեսնեք, եթե այդ միաբանում առաջանում, թե իրանք իրար հետ բոլորով ինչպես են կատաղի հարցակում գործելու այդ իմ ասած միաբանման վրա, որտեղ այդտեղ իրանք իրական վտանգ տեսնելու են եւ այդտեղա որ իրանք իրական փոփոխության հնարավորություն են տեսնում, այսինքն իշխանական համակարգին իշխանության զրկելու հնարավորություն։ Եվ այդ ճնշումները լինելու են բնականաբար բազմապիսի ճնշումներ են լինելու, որը միշտ եղել է, բայց հիմա դա խորացվել է եւ ավելի թիրախային է լինելու։ Եվ դա պետք է գիտակցել եւ մենք դա գիտակցում ենք եւ գիտակցելով հանդերձ գնում ենք ազգային ազատագրական պայքարի օտարի լծից Հայաստանը ազատելու։ Հիմա ձեր մյուս ասացին կապիտուլացվելով, հրաժարվելով քո ազգային ինքնության, քո պետականության, քո պատմության, քո առաքելության արժեքներից եւ նպատակներից եւ սկզբունքներից դու հեշտ կյանք չես ունենալու։ Մեկ եւ առավել եւս դու չես ունենալու ինքնիշխան պետություն։ Այն ինչ որ Փաշինյանը ասում է, այդ իմ թվարկածի արգասիքն է լինելու։ Նա հրաժարվում է այն ամեն ինչից, ինչ որ հայկական է։ Հրաժարվում է նրանից, ես հիմա այստեղ ուզում եմ այդ շեշտադրումը անեմ, հրաժարվում է նրանից, որ Հայաստանը ունի եւ հայությունը, հայքը ունի սակրալ դրսևորումներ, սրբազան դրսևորումներ, որը մարդկության կողմից ճանաչված են։ Նա դրանից հրաժարվում է, դա հրաժարվում է որպես արժեք։ Օրինակ, նա հրաժարվում է նրանից, որ հայկական բարձրավանդակը, որը սակրալ տարածք է, սրբազան տարածք է, որտեղ ձևավորվել է եւ որտեղ բնիկ որպես ապրել է եւ որպես տեր է տարածքին հայկական բարձրավանդ հայ ժողովուրդը հայությունը, դա նույն աստվածաշնչային դրույթներով, դա երկրային կներեք, Էդեմն է, երկրային դրախտն է։ Դա սակրալ տարածք է մարդկության համար, մասնավորապես քրիստոնյա աշխարհի համար։ Նա հրաժարվում է այն սկզբունքից, որ հայությունը այդ կորցնելով այդ տարածքը, ցեղասպանվելով եւ հայրենազրկվելով, իրավունք ունի այդ տարածքի նկատմամբ եւ իրավունք ունի այդ տարածքի նկատմամբ իր կրկն նույն բառը պետք է ասեմ, իր իրավունքը արտահայտելու։ Նա պատասխանատու է այդ տարածքի առաջ, մարդկության առաջ եւ Աստծո առաջ, եւ հայությունը այդ առաքելությունը ունի։ Հրաժարվում է նամից եկեղեցու վրա այս հարցակումները, փորձում է մեր եկեղեցին դարձնել սովորական, այդ իր բառը ինքն վերջերս արտահայտեց Լևոն Տեր-Պետրոսական, մենք սովորական ժողովուրդ ենք համատեքստում։ Նա հրաժարվում է, որ հայ ժողովուրդը առանձնահատուկ է, ինչպես եւ մյուս ժողովուրդները։ Նա հրաժարվում է, որ հայ ժողովուրդը ունի իր առաքելությունը, առանձին վերցրած առաքելությունը։ Նա ասում է մենք սովորական պետք է ապրենք, ինչ Արցախ, ինչ Նախիջևան, ինչ պահանջատիրություն։ Նա այդ ամեն ինչից հրաժարվում է։ Նա հրաժարվում է մեր պատմությունից, նա հայոց պատմություն, բառակապակցությունը, որ այդ իմ ասած ամբողջ տիրույթում է։ Նա հրաժարվում է դարձնում է Հայաստանի պատմություն։ Հայաստանը որ ի վերջո Հայաստանը որն է հայքը։ Դա Հայաստանա թե չէ։ Հայքի պատմությունը, այսինքն հայոց պատմությունը, դա մեր պատմությունն է թե չէ։ Նա դա այդ ամեն ինչից հրաժարվում է։ Նա հրաժարվում է մեր արժեքային համակարգից, նա հրաժարվում է մեր ավանդական արժեքներից։ Այդ ամեն ինչից հրաժարվում է։ Ինչ պետական ինքնիշխանության մասին է խոսքը։ Լավ ուտել, լավ խմել, լինել սովորական, որևէ մի ազգ սովորական չի, եթե նա մեծ հավակնություններ ունի եւ ինքնաարտահայտվելու ձգտումը ունի։ Որևէ մի ազգ սովորական չի, որևէ մի ազգ իրան սովորական չի ճանաչում։ Ոչ նույն հրյաները, ոչ մեր թշնամի թուրքերը, ոչ ռուսները մյուս մեր թշնամի եւ ոչ մեկը իրան սովորական չի ճանաչում։ Իսկ Փաշինյանը մեզ բերում է, որ մենք սովորական ենք, մենք չունենք առանձնահատկություններ։ Դա շատ կարևոր է, այնպես որ այդ կեղծ դրույթները, այսինքն սպառողական այդ գայթակղությունը, որին դժբախտաբար տրվում է մեր հայ ժողովրդի բավականաչափ հոծ մասը, մենք որպես ազգայնական ուժ տվյալ դեպքում եւ կարծում եմ նաեւ միաբանում ազգայնական ուժերի, մենք նաեւ դրա մասին ենք խոսելու եւ հայության եւ մեր հայրենիքի սակրալ լինելու գաղափարն ենք շրջանառելու, որը բերելու է նրան, մեր կարծիքով, որ մենք կարողանանք դարձի գալ եւ վերականգնել մեր քաղաքակրթական դերը եւ նշանակությունը։ Ես շարունակեմ հարցս այդ ազգային ուժերի թուլության մասին,
Համայն դեպս ես ինչպես ասացի անցյալ ընտրություններում դրանք շատ համեստ, ավելի քան համեստ դիրքեր էին եւ այո եւ նրանք նաեւ չունեն այնպիսի ռեսուրսներ, որով կարողանան այդ գաղափարները դարձնել հայության լայն շրջանակի ուրեմն սեփականություն զրկված լինելով այդ հնարավորություններից, ինչպես դուք ասեցիք, իշխանությունների կողմից միշտ ճնշվել են եւ բան են եղել, սահմանափակվել են։ Ինչա փոխվելու հիմա, որ այդ ազգային ուժերի միասնությունը կարողանա իր գաղափարները կարողանալ տարածել հայության մեջ, ստվար զանգվածների մեջ եւ հասցնել նրանց համոզել իրենց գաղափարների ճշմարտության մեջ, չէ՞ որ ընդամենը մի 2 ամիս էլ չկա արդեն։ Տեսեք, ես արդեն այդ հարցին պատասխանեցի, բայց նորից ավելի մանրամասնեմ։ Առաջի հերթին չի եղել եւ երբևէ ազգայնական ուժերի միաբանում։ Եղել են տարբեր միաբանումներ, որոնց մեջ եղել են նաեւ ազգայնական ուժերը, բայց այնտեղ եղել են այսպես կոչված տարաբնույթ իշխանական համակարգի ներկայացուցիչներ, ականներ, որոնք անհրաժեշտ պահին պայթացրել են այդ միաբանումները։ Ինչու այս անգամ չպետք է լինի։ Որովհետև այս անգամ նորից այդ գիտակցությունը կա, մասնավորապես մեր քաղաքական ուժը այդ իմաստով շատ խիստ է, եւ մենք կարծում ենք, որ քանակի մեջ չի խնդիրը, այլ որակի, այսինքն այդ միաբանումը պետք է լինի իրականում այն ուժերի, որոնք ոչ թե ով գա շնորհակալ ենք եւ բացենք, ոչ, այդպես չի, որոշակի զտում է լինելու եւ այդ զտման արդյունքում մեր կարծիքով մենք կարողանանք հնարավորինս խուսափել այդ ականներից, հնարավորինս, չեմ ասում ընդհանրապես, բայց հնարավորինս խուսափել այդ ականներից եւ թույլ չտալ, որ սեղանի շուրջը նստեն նրանք, ովքեր հետո պայթացնելու են այդ նույն սեղանը, որպես ական։ Դա մի խնդիր։ Երկրորդ խնդիրը ես արդեն դրա մասին խոսեցի։ Եվ երբևիցե չի եղել մինչ այս պահը ազգայնական շերտի, որը ծանր շերտ է, ինքը քիչ է, բայց ծանր է։ Այդ շերտի միաբանված աջակցությունը որևէ մի ազգայնական ուժի, որովհետև առանձին վերցրած ազգայնական ուժը առավելևս այդ ականներով շրջապատված վստահություն չի ներշնչել։ Չի ներշնչել վստահություն այդ շերտի մոտ։ Եվ հիմա այս մեր մոտեցմամբ եւ միաբանմամբ եւ զտմամբ ես կարծում եմ մենք այդ վստահությունը ձեռք կբերենք եւ կունենանք իրական աջակցություն։ Եվ արդեն այդ համատեղ ուժը հայության շերտ եւ ազգայնական ուժերի միաբանում կլինի կունենա այն զորությունը, որ կարողանա իշխանական համակարգին համարժեք կամ առնվազն բավականաչափ զորեղ հարված հասցնել։ Սա է տարբերությունը եւ նորից կրկնեմ, կարծում եմ բոլորով ականատես կլինենք նրան, եթե այդ միաբանումը կանա, իհարկե, թե իշխանական համակարգի մնացած ուժերը Փաշինյանով եւ մնացածով ինչպես են միաբանվելու այս բևերդեմ բանի դուք նկատում եք ռեսուրսային ընդդիմությանը։ Ես մեր հեռուստատիտողներին ուզում եմ ասել, որ ռեսուրսային ընդդիմություն ասելով մեր հարգելի բանախոսը նկատի ունի այն ընդդիմությունը, որ ունի ռեսուրս, որովհետև ռեսուրսային ընդդիմությունը շատերի կողմից կարող է ընկալվել ինչ-որ տերմին Ես այդ տերմինը, որ ես շրջանառում եմ, ճիշտն ասած, ես ասացի այդ ռեսուրսային ընդդիմությունը նկատի ունեմ, ումի նկատի ունեմ, բոլոր այն ուժերին, որոնք ներկայացնում են գործող, այդ պետքա ուրեմն բացեմ, գործող հակապետական, ապազգային, օտար շահերը սպասարկող, կորպորատիվ, հակահայ, իշխանական համակարգը, որը տիրում է Հայաստանը առնվազն վերջի 35 տարին։ Եվ այդ համակարգի տարբեր ներկայացուցիչներ, մի մասը ներկայանում է որպես իշխանություն, մի մասը ներկայանում է որպես ընդդիմություն ռեսուրսային, ինչի որտեղ ռեսուրս ունեն, այո, նրանք նույն համակարգի ներկայացուցիչներն են։ Հիմա հարցը հետևյալն է. անգամ եթե ազգային ուժերը միաբանվեցին, արդյոք նրանց միաբանված ռեսուրսը ինչ որտեղ համեմատելի է լինելու իշխանության կամ այդ ձեր ասած ռեսուրսային ընդդիմության ռեսուրսների հետ։ Բնականաբար ոչ, որտեղ ռեսուրս ասելով մենք ինչի նկատի ունենք, մենք օրինակի նկատի ունենք մեդիա ռեսուրսը, որտեղ որևէ հնարավորություն չկա համեմատ, կամ մենք նկատի ունենք ինստիտուցիոնալ ռեսուրսներ, այսինքն դրա մեջ նաև պետության ինստիտուցիոնալ ռեսուրսներ, իհարկե որևէ համեմատություն չկա։ Մենք նկատի ունենք ֆինանսական ռեսուրսը, որևէ համեմատություն չի կարող լինել, բայց
ճշմարտության եւ ոգու ռեսուրսը լինելու է այս կողմը։ Բազուկի ռեսուրսը ոչ թե քանակական, այլ զորությամբ լինելու է այս կողմը եւ գաղափարի ռեսուրսը լինելու է այս կողմը եւ այդ ռեսուրսը բավարար է լինելու ոչ թե հաղթել, որտեղ ստեղ պետք է մի հատ կարևոր բան ասեմ։ Մենք մեր նախնական քննարկումներում չենք դրել նպատակ անիրական, որտեղ անիրական է նպատակ դնել այսօր ընտրությունների միջոցով հաղթել, հա, որտեղ ընտրությունները դա միջոցառում են, որը այդ իմասած իշխանական համակարգը բնականաբար իր բոլոր գործիքները օգտագործելով վարչականից սկսած փողոցով վերջացրած իրականացնելու է իր վերընտրանքը, բայց մենք կարողանալու ենք եւ որպես հաղթանակ ենք դիտարկելու շեմի հաղթահարումը։ Շեմի հաղթահարումը, որի միջոցով արդեն մենք կլինենք կոպիտ ասած այն ականը այ իրանց ներսում, որով մենք կարողանալու ենք իրանց հանդարտ ընթացքը Հայաստանի կործատման խաթարել։ Շատ լավ, շարունակենք քննարկել ներքաղաքական զարգացումները, դրանք հիմնականում հանդես են գալիս տարբեր ուրեմն կուսակցությունների համագումարներով, կարգին նոր ինչ-որ նարատիվներով եւ տեղի ունենում տեղափոխություններ, տարբեր ուժերի միացումներ եւ այլն։ Հիմա իմ ինժեները կներեք, որ ընդհատում եմ, այդ տեղափոխությունները այն մաթեմատիկական սկզբունքով է, որ գումարը չի փոխվում, որտեղ տեղափոխությունները, եթե նկատում եք, լինում է մի ռեսուրսային ընդդիմությունից դեպի մյուս ռեսուրսային ընդդիմություն, հիմնական տեղափոխությունները այդպիսին են։ Ես կուզենայի մենք խոսենք ուրեմն TRIP-ի ծրագրի հետ կապված, բոլորին վերջերս պարզ դարձավ, որ TRIP-ը իրականացնելու համար, որպես ռեսուրսակիր, ուրեմն կարծես թե առաջարկվում է ներգրավել երրորդ կողմ։ Ինչ դա կնշանակի ընդհանրապես այս նախագծի մեր ընկալման մեջ։ Տեսեք, երրորդ կողմի ներգրավումը իհարկե TRIP-ի համաձայնագրի հետ նախնական փաստաթղթի դա համաձայնագիր էլ չէր, հռչակագիր կարելի ասել, հա, որոշակի կամ մեմորանդում, հա, հուշագիր ավելի ճիշտ։ Հուշագրի մեջ ներառված էր, որ երկու կողմերի, այսինքն TRIP-ը երկու կողմի ամերիկյան եւ հայկական կողմերի պայմանական ասած ընդհանուր ծրագիր է, որոնք բայց փոխադարձ համաձայնությամբ երրորդ կողմերին ներգրավելու հնարավորություն են ունենալու եւ այդ ժամանակ, երբ որ մենք քննարկում ենք ձեր հետ միասին այդ հարցը, ես ասել եմ նրա մասին, որ շահառուները պետք է ներգրաված լինեն, իսկ մյուս շահառուն, ակնառու շահառուն դա թյուրքական կողմն է։ Թյուրքական, այսինքն թուրքերը, ադրբեջանցին եւ ընդհանրապես թյուրքական կողմը, որովհետեւ խոսքը TRIP-ի գնում է հիմնականում դա Միջին Ասիայից մինչեւ Թուրքիա եւ Թուրքիայից արդեն դեպի արևմուտք գնացող այդ բանի կոմունիկացիայի մասին, այդ լոգիստիկան փաստացի ուզում են TRIP-ով ապահովել։ Եվ այստեղ պետք է թյուրքական կողմի ներկայությունը լինի, որտեղ առաջնային շահառուններից է թյուրքական կողմը։ Հասկանալի է, որ հնչեղությունը նրա, որ դա կարա լինի Ադրբեջանը ուղիղ կամ Թուրքիան ուղիղ, դա կարար որոշակի ներհայկական այդ տիրույթում բաներ բերել, դիմադրություն բերել, ընդվզումներ բերել, բայց երբ որ դա թյուրքական կողմը եւ Ադրբեջանը եւ Թուրքիան չի, բայց թուրքական պետությունների կազմակերպության կարկառուն ներկայացուցիչներից մեկն է Ղազախստանը։ Դա այդքան սուր կարող է արձագանք ներհայկական տիրույթում չբերի։ Եվ հիմա շատ ինտենսիվ, ինչքան ես եմ հասկանում, քննարկումներ է գնում, եւ դրա մասին խոսել են նաեւ ամերիկացի անունը չտալով, որ Ղազախստանը ներգրավի։ Ինչու՞մ է դա արտահայտված։ Արտահայտված է մասնավորապես Փաշինյանային հայտարարության մեջ, որ մեր երկաթուղու կոնցեսիան ռուսներից գնա օրինակ Ղազախներին, դա իր առաջարկություններից մեկն է եւ Ղազախստան անունն է, որ հնչել է։ Դա թուրքական կողմի ներկայությունն է TRIP-ի այս ծրագրում եւ այստեղ հարցս հիպոթետիկ տամ, հա, հռետորական հարց տամ, եթե դուք ռուսական կողմից վերցնում եք այդ կոնցեսիան, ինչի Հայաստանը չի կարող այդ երկաթուղու կառավարումը իրականացնել։ Ինչի պետք է անպայման որևէ երրորդ կողմի դա տրվի։ Ինչու է պետք է տրվի Ղազախստանին։ Եթե TRIP-ը ինքը իրականում, այսինքն այդ ծրագիրը ինքը իրականում այդքան շահավետ է,
եւ այդքան խոստումնալից է եւ ներդրումների հոսք կա լինելու, ինչպես եւ ներկայացվում, ապա ինչի դա չի կարող Հայաստանը լինի վերցնելով ռուսներից կոնցեսիան, Հայաստանը շահի այդ երկաթուղու կառավարումից եւ եթե գումարի այսպես ասած կարիք կա, ապա ներդրումներ լինելու են, չէ՞, ըստ բանի։ Ամյուս բանը այս Արարատ Միրզոյանը 3 եթե չեմ սխալվում, էստոնացի իր բանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ժամանակ այդ հարցին պատասխանելով, թե երրորդ կողմ կարող է լինի, ասաց հետեւյալը, որ այո, երրորդ կողմը լինելու է եւ այդ երրորդ կողմը շինարարությանն է մասնակցելու։ Այ այսինքն իրականացնելու է շինարարությունը, հիմա իրանք փնտրտուքի մեջ են ամերիկացիների հետ միասին, այսպես կոչված, եւ իրականացնելու է ընդհանուր կառավարումը, ծրագրային կառավարումը։ Այսինքն այդ երրորդ կողմն էր եւ հաշվի առնելով, որ այդ ընթացքում Հայաստանը էին եկել էս 2 օր առաջ կամ 3 օր առաջ, Ադրբեջան այցելելուց հետո Հայաստանը էին եկել Ղազախստանի արտաքին գործերի նախարարը եւ տրանսպորտի նախարարը համատեղ Ադրբեջան, հետո Հայաստան։ Այդ իմ ասած, այսպես ասած հիպոթեզը միսո արուն է ստանում։ Այսինքն թուրքական կողմը առավելագույնս ներգրավված առնելու որպես ուղիղ շահառու այս TRIP ծրագրի մեջ, որովհետև թուրքական կողմն է հիմնական մասը այս TRIP ծրագրի։ Թուրքական կողմն է հիմնական շահողը այս ծրագրի։ Թուրանի գաղափարի շրջանակում։ Շատ լավ, այդ դեպքում ուր մնաց հայ-ամերիկյան այդ գործակցությունը TRIP-ի։ Այսինքն դա փաստորեն ընդամենը շիրմա է, որ դա ծխածածկույթ է ինչ-որ իմաստով, հայկական մասի համատեքստում, ամերիկյան մասի համատեքստում իհարկե ոչ։ Ինչու։ Ասեմ ինչու, որովհետև ամերիկյան կողմը վերահսկելու է այդ գործընթացը։ Վերահսկելու է եւ հավասարակշռելու է։ Այսինքն եթե ամերիկյան կողմը հանենք այս բանից, ապա թուրքական ծրագիր, այս ամբողջ ծրագիրը կլիներ բացարձակ թուրքական եւ անվերահսկելի։ Ամերիկյան կողմը ներկա է եւ ինքը վերահսկելու է եւ աշխարհաքաղաքական տեսակետից եւ նաեւ բնական է առևտրատնտեսային տեսակետից։ Այսինքն սա այլ բառերով ասած, հայկական կողմ կոչվածին ինչ որ բան կտան, քանի դեռ Փաշինյանի կամ իշխանական համակարգի իշխանությունն է լինելու Հայաստանում, ինչ որ մի բան կտան, ռուսական կողմին էլ ընդհանրաբար ինչ որ մի բան կտան, բայց լինելու է թուրքական հիմնական շահառուն ամերիկյան վերահսկողության ներքո։ Ես կուզենամ հիմա հայտարարել գովազդային դադար եւ գովազդային դադարից անմիջապես հետո հնչեցնել հարցը արդյոք Ամերիկա-Իսրայել-իրանական պատերազմի այս արդյունքները որոշ կորեկտիվներ չեն մտցնելու այս ծրագրի մեջ, արդյոք Իրանը, որը որ բավականաչափ ուժեղացել է արդեն, պիտի հանդուրժի ամերիկյան ուրեմն ծրագիր հենց իր սահմանի վրա։ Լավ հարց է, գովազդից հետո պատասխանեմ։ Գովազդը եթերում սիրելի բարեկամներ, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչեւ 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։
Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +300 74 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը Հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 սենսացիա։ Այ սենսացիան է սա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Եվ այսպես մենք շարունակում ենք մեր հաղորդումը Արա Հակոբյանի հետ, ազգային օրակարգ կուսակցության խորհրդի անդամ, խորհրդի նախագահ եւ Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան, հարցս տրվեցի, կարող եմ կրկնել, Հիշում եմ։ Աշխարհաքաղաքական, տեկտոնական փոփոխություններ են կատարում մեր աչքի առաջ եւ մենք տեսնում ենք, որ Իրանը այսպես պրովինցիալ երկրից արդեն դառնում է համաշխարհային խաղացող, որը չընկրկեց Ամերիկայի նման հզոր երկրի հարձակումներից եւ հիմա, եթե չեմ սխալվում, այս պահին էլ այդ բանակցություններն են գնում Իսլամաբադում ամերիկյան բանի մեջ եւ այնուամենայնիվ անկախ արդյունքներից պետք է ասել, որ Իրանը իրեն շատ այսպես արժանապատիվ պահեց այդ պատերազմի ժամանակ եւ բոլորը հասկանում են, որ նրա դերը փոխվեց։ Հարցս հետեւյալն է, արդյոք դերը փոխված Իրանը հիմա կհանդուրժի տրիպի նման ծրագիր իր սահմանի վրա։ Տեսեք, ելի իմ կրկնում, ոնց որ միջումից առաջացի շատ լավ հարց է եւ այդ հարցը ունի մի քանի պատասխան, որովհետեւ դա միարժեք չի իրավիճակի հետագա զարգացումների համատեքստում։ Առաջինը Իրանը եւ երբեք այդտեղ ձեր հետ թույլ տվեք չհամաձայնվել, ինքը երբեք ձեր ասած բառը օգտագործեմ, պրովինցիալ չի եղել, առնվազն եղել է տարածաշրջանային կենտրոն, տարածաշրջանային ուժային կենտրոն, այո, հիմա այն համատեքստում, որ նա կարողացավ դիմակայել Ամերիկա-իսրայելյան այդ զորեղ, հզոր այսօրվա համար կարող է ինչ-որ իմաստով նաև ամենահնարավոր ուժեղ հարվածներին, եթե միջուկային ռումբի հնարավորությունը մի կողմ դնենք,
ապա նա դիմացավ եւ ոչ միայն դիմացավ, այլ նախաձեռնությունը վերցրեց իր ձեռքը, որովհետեւ ինքը պատրաստ է երկարաժամկետ պատերազմի, Իրանը պատրաստ է որպես ինստիտուտ, որպես պետություն եւ որպես ժողովուրդ, իսկ ես չեմ կարծում, որ ամերիկացիք Իսրայելի մասին չեմ խոսում, որովհետեւ իսրայելցիք էլ երկարաժամկետ պատերազմների մեջ են, բայց ամերիկյան կողմը պատրաստ չի, մասնավորապես Թրամփյան առաջնորդող ունենալու պարագայում, որը պոպուլիստ է, թուրը հանել է, մաչո է, ես այն կավբոյին եմ եկել եմ, հեսա դուք բոլորը չոքելու եք իմ առջև, մեկ է պարզվում է տենց չի։ Ինչ-որ անիմաստ, խայտարակ, ես կասեի, հայտարարություններ անում, որ այդ քաղաքակրթությունը ես վերացնել եմ, Դոնալդ Թրամփ, դու ով ես, որ 6-7 հազար տարվա պատմություն փառահեղ պատմություն ունեցող քաղաքակրթությունը վերացնես, այսինքն այդտեղ խոսակցությունները նա մասին էր, որ նա իբր թե նախազգուշացնում էր տակտիկական միջուկային ռումբ օգտագործելու եւ բնականաբար անգամ եթե այդ քննարկումները կային, նա ստացավ կոշտ արձագանք, մասնավորապես նույն Չինաստանից, որ դու տանում ես համաշխարհային պատերազմի, միջուկային համաշխարհային պատերազմի, այսինքն մենք ձեռքերս ծալած չենք նստելու։ Եվ հիմա այո, ձեր ասածը Թրամփը փորձում է բոլոր միջոցներով դեմքը փորձելով պահել իր հիմա դադարեցնել այս պատերազմը նույնիսկ Իսրայելին ոնց որ Նեթանյահուն ասեց խնդրել է Թրամփը հորդորել է խնդրել չի ասում հորդորել է Թրամփը որ Լիբանանին քիչ խփի որպեսզի Իրանի հետ բանակցությունները կայանան որովհետև իրանցիք ասում են որ այդ զինադադարի նախապայմանների մեջ է եղել որ Լիբանանին Հեզբոլլահին այդ նույնն է Լիբանանը հարվածները դադարեցվեն։ Ինչ է լինելու։ Ես կարծում եմ, որ դա մասին էլ ենք խոսել, բայց 10 կետանոց պահանջացանկ ունի Իրանը եւ 15 կետանոց ցանկ ունի ԱՄՆ-ն եւ այդ ցանկերից կարեւորագույնների շուրջ կարծում եմ լինելու է որոշակի համաձայնություն։ Համաձայնություն ԱՄՆ-ի համար առաջնահերթ համաձայնությունն է միջուկային զենքի արտադրությունից հրաժարում է Իրանի եւ դրա որպես ացանցալ ուրանի հարստացումից հրաժարում է Իրանը միջուկային զենքի մասով ոնց որ համաձայնությունը արտահայտում է եւ դա կարա լինի արձանագրված հարստացման շուրջ դեռևս բանակցությունները ընթանում են եւ այդտեղ հարստացման շեմի խնդիր կարա առաջանա բայց փորձ է արվելու ընդհանրացման եւ Իրանի հիմնական խնդիրներից մեկը հետևյալն է, որ իրենց ֆինանսական միջոցները, որը սառեցված են, վերադարձվեն իրենց, այսինքն հնարավորություն ունենան, դա շատ մեծ միջոցներ են, հնարավորություն ունենան այդ միջոցները տիրապետել, ամերիկացիք էլ ոնց որ դան են համաձայնվել նախնական, եւ այդ միջոցների ապասառեցում է լինելու, եւ Իրանը դրան ձեռքաբերելու։ Հորմուզի նեղուցի մասին խոսակցություններ ա գնում, ստեղ Թրամփը իր առևտրային բնույթին եւ գործարքներ կնքելու այդ իր էությանը համապատասխան առաջարկում է։ Ես դեմ չեմ, որ դուք Հորմուզի նեղուցից փող վերցնեք, բայց եկեք իրար հետ վերցնենք։ Այդտեղ ստեղծենք մի կազմակերպություն, որը իրար հետ դա կանի։ Բալիստիկ հրթիռների մասին է խոսքը, հեռահար մասնավորապես բալիստիկ հրթիռների, որ դրա արտադրությունը Իրանը պետքա չունենա, որովհետև դա Իրան հարձակողական զենք է, Իրանը համաձայն են ամերիկացիք որ ունենան բալիստիկ հրթիռներ, բայց հեռահար չլինեն, այսինքն պաշտպանական զենքեր ունենան։ Հիմա դա էլ նույնպես քննարկվելիք է, ընդհանուր առմամբ Ամերիկային այսօր ձեռքա տալիս հաղթանակ շեփորել Եվ գալ զինադադարի, որը համեմատաբար կարող կլինի։ Նույն բանը փորձելու են անել եւ իսրայելցիք եւ Իրանը հաղթանակ շեփորել եւ գալ որոշակի զինադադարային կամ ավելի կայուն իրավիճակի պայմանավորվածությունների։ Հիմա անդրադառնամ ձեր անմիջական հարցին։ Եթե այդ իմ նկարագրած իրավիճակը ավարտվի նրանով, եւ որ ոչ մեկը չհաղթեց Ամեն մեկը ստացավ ինչ-որ մի բան, այսինքն կարելի է իրականում այդպես էլ ասել, բոլորը հաղթեցին եւ բոլորը պարտվեցին, որտեղ իրանց մաքսիմալ առավելագույն պահանջները չկարողացան իրականացնել, այդ իմաստով պարտվեցին, բայց նաեւ ձեռքբերումներ ունեցան այդ իմաստով հաղթեցին, ապա այդ պարագայում, եթե նաեւ Թրամփը ասում է, որ ես ռեժիմի փոփոխություն եմ, հերթական կեղծիքն է, ռեժիմի փոփոխություն չկա Իրանում, կրոնապետությունը շարունակվում է, բայց եթե անգամ կրոնապետության շրջանակում կամ ավելին ազգային պետության, այսինքն կրոնապետության իրական վարչակարգային փոփոխություն լինի, բովանդակային, եւ ազգային պետություն ձևավորվի Իրանում,
կրոնի հետ, այսինքն դավանանքի հետ համադրված, այդ պարագայում Իրանի կարգավիճակը եւ դուք բացարձակ ճշմարիտ եք, աշխարհաքաղաքական տեսակետից էապես փոխվում է։ Իրանը դառնում է հավասարակշռող աշխարհի ամենակարևորագույն հանգույցներից մեկում, միջին եւ մերձավոր արևելքում։ Եվ այդ համատեքստում նա դառնում է ուղիղ մրցակից եւ թուրքական էքսպանսիայի, եւ հրեական էքսպանսիայի։ Նա ուղիղ մրցակից է դառնում եւ դառնում է ուղիղ համագործակցող եւ դաշնակցային համագործակցող, առնվազն ռազմավարական համագործակցող գործընկեր հավաքական արևմուտքին, այդ թվում ԱՄՆ-ին։ Եվ այստեղ թրիպը արդեն, Իրանը կարա դառնա դրա անմիջական շահառու, ոչ թե դրա դեմ լինի, այլ դրա անմիջական շահառու լինի, այսինքն իրանական պետական եւ ազգային շահը կարա համադրվի այն շահի հետ, որ ունի հավաքական արևմուտքը տեղ եւ կարա ունենա Հայաստանը, եթե Հայաստանում լինի ազգայնական իշխանություն։ Լավ, դրան դժվար է, ուրեմն բազմաթիվ փոփոխականներ կան։ Այո, ես դրա համար ասեցի, մի արժեք պատասխան էս փուլում դժվար է ասել։ Այստեղ մեկ ուրիշ հարց է։ Այս իրավիճակը, որ առաջացավ Իրանի հետ, ինձ թվում է ձեռնտու չի առաջին հերթին Իսրայելին որպես պետության, որովհետև ինքը ուներ այսպես գերիշխող դեր տարածաշրջանում իր ռազմական հզորությամբ եւ աջակցով հիմա փաստորեն ստացվում է, որ ասենք իր այդ թշնամին կարող է ինչ-որ ծրագրերի մեջ ներառվել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ կամ կարծես ինքը արտնացրեց քնած գազանին։ Այսպիսի բան չեք տեսնում դուք։ Եվ արդյոք նա կհամաձայնվի եւ իր բոլոր լծակները չի օգտագործի, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգները չհամաձայնվեն այս հրադադարի շարունակությամբ։ Ես կարծում եմ, սկսեմ դեր հարցի վերջի մասին, օգտագործելու հնարավորինս, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգները ոչ այնքան չհամաձայնվեն, որովհետեւ Իսրայելը իր ամբողջ զորությամբ եւ հրեականությունը իր ամբողջ զորությամբ հանդերձ այնուամենայնիվ նա չի կարող ուղիղ թելադրել Ամերիկայի վերնախավին, establishment-ին, այսպես ասած, թե ինչ պետք է անի։ Ազդեցությունը շատ մեծ է, բայց թելադրանք այնուամենայնիվ կարծում եմ չկա։ Եվ այստեղ Թրամփի վարչակարգը վտանգված է։ Եթե այս պատերազմը շարունակվի, իսկ պատերազմի շարունակվելու դեպքում բնական է, որ կորուստներն են մեծանալու, զոհերները պատերազմը հենց այսպես չի կարող շարունակվի, ենթադրաբար ցամաքային գործողություններն պետք է նախատեսել։ Եվ Թրամփի վարչակարգը դրանով վտանգվում է։ Որտեւ ես էլի դրա մասին խոսել եմ նոյեմբերյան կոնգրեսի ընտրություններում շատ հնարավոր կլինի, որ նրանք կորցնեն վերահսկողությունը կոնգրեսի ընդհանուր եւ սենատի եւ ներկայացնի պալատի նկատմամբ, որտեղ միանգամից իմպիչմենտի գործընթաց է սկսում։ Շատ հետաքրքիր դեպք եղավ, որին շատ քչերն են անդրադառնում։ Առաջի լեդին Մելանիա Թրամփը հայտարարություն արեց առ այն, որ ինքը Էփշտեյնի զոհերից չի։ Երկու օր առաջ, որ ինքը Թրամփին Էփշտեյնը չի իրան մատուցել։ Հատուկ հայտարարություն արեց դրա մասին, որ այդ լուրերը fake լուրեր են, այսինքն դուք տեսեք, Թրամփի բացարձակ իշխանության ներքո այսօր ԱՄՆ-ում, որ նախագահը ինքն է, կոնգրեսը ամբողջովին իր կողմից է վերահսկում հանրապետականների կողմից։ Ինչ ճնշում կա Թրամփյան ընտանիք Էփշտեյնի տիրույթում, որ առաջի Մելանիան, առաջի լեդին Մելանիա Թրամփը ստիպված հայտարարություն է անում դրա մասին։ Ուզում եմ ասել, վտանգված է եւ Իսրայելի ամբողջ ցանկությամբ հանդերձ ԱՄՆ Թրամփը կոնկրետ փորձում է որոշակի համահարթեցում ունենալ Իրանի հետ իր այս պատերազմական հարաբերություններում։ Այլ բան, որ Իսրայելը փորձելու է եւ ոնց որ դա էլ լինում է, որ կրոնապետությունը Իրանում հանկարծ չփոխվի, չդառնա ազգային պետություն, ես բացատրեցի ինչի, որտեղ ազգային պետության պարագայում Իրանը միանգամից դառնում է հակակշռող նույն իսրայելական էքսպանսիային տարածաշրջանային եւ լինի թույլ կրոնապետություն, որը վերահսկելի կլինի ԱՄՆ-ի կողմից, այսինքն ԱՄՆ Իսրայելի կողմից, այլ բառերով ասած։ Սա է Իսրայելի այսպես կոչված այս պահին ծրագիր մինիմումը, այդ ծրագիր մաքսիմումը կարող լիներ, որ Իրանի կազմաքանդում լինի, բայց դա ոնց որ թե ընդհանրապես այսօր օրակարգային չի այլևս։ Այսինքն այսօրվա նպատակը Իսրայելի ձեր հարցին պատասխանելով այն է, որ թույլ կրոնապետություն լինի ԱՄՆ-ի կողմից վերահսկելի։ Շատ լավ, մենք կհետևենք իրադարձությունների զարգացմանը, որովհետև այս ամբողջը կատարվում է եւ հաղորդման վերջում կուզենայի անդրադառնանք Զելենսկու այդ հարցազրույցին,
որից բխում է ընդամենը մի բան, որ ոչ մի երաշխավոր չի կարող լինել այնքան հզոր, ինչքան այն միջուկային զենքը, որ դու ունեիր։ Հիմա այս ֆոնի տակ դուք ինչպես եք պատկերացնում, որ Իրանը, որը որ այդ ամբողջ հարձակումները հենց հիմա տեսավ իր վրա մի 40 օրվա մեջ, պիտի համաձայնվի նրա հետ, որ ինքը չունենա միջուկային զենք եւ դա փոխարինի ինչ որ երաշխիքներով։ Այդ ինչ որ երաշխիքները, էլի ձեր հարցի վերջի մասից սկսեմ։ Իրանը ինչ որ երաշխիքների չի այդ երաշխիքների վրա չի հենվելու իր ապագան կառուցելիս, իր երկիրը կառավարելիս, այլ հենվելու է իր ուժային գործոնի վրա։ Առանց միջուկային, ես կարծում եմ առանց միջուկային զենք գոնե այս փուլում, որովհետև դա նախապայման է։ Պատերազմի շարունակությունը այնպես չի, որ Ամերիկային կամ Իսրայելին դնում է վատ վիճակի մեջ, բայց այնպես չի, որ Իրանին չի դնում վատ վիճակի մեջ։ Այսինքն շարունակությունը նույն ծանր հարված է նաև Իրանին բոլոր իմաստներով, տնտեսականից սկսած, ժողովրդագրականից վերջացրած, ներքին ընդվզումներ կանան լինեն, զոհերի ավելացում, հիմա մի 4, եթե թիվը կարող է սխալվում, 4000 թե 5000 զոհ ա եղել ընդամենը Իրանից, բայց այդ ցամաքային գործողությունների պարագայում, հնարավոր ցամաքային գործողությունների պարագայում, այդ զոհերը տասնապատիկ կամ հարյուրապատիկ ավելանալու են, իհարկե մյուս կողմն էլ է զոհեր ունենալու, բայց չեմ կարծում Իրանի կրոնապետական այսօրվա վերնախավը պատրաստ է դրան։ Այնպես որ կարծում եմ միջուկային զենքի իմաստով նրանք այդ զիջումը ենթադրում եմ անելու են, բայց դա չի նշանակում, որ իրանք համաձայնվելու են կապիտուլյացիոն պայմաններին, այսինքն այն զինատեսակները, որը իրանց հնարավորություն է տալիս եւ պաշտպանվել եւ հարձակվել, իրանք դրանից հրաժարվելու են։ Ես կարծում եմ դա այդպես չի լինելու։ Հիմա Զելենսկու հարցազրույցը այդ տեսակետից շատ հատկանշական է։ Ինչ ասում Զելենսկին։ Ասում եմ, մեզ փաստացի 90-ականների սկզբերին խաբեցին։ Մեզ երաշխավորեցին առայն, որ միջուկային զենքը հանձնեք եւ ասում եմ դա հիմնականում գնաց Ռուսաստան, միջուկային զենքի այն պաշարները, որ կար Ուկրաինայում, իսկ դա բավականաչափ լուրջ պաշարներ էին։ Ապահովելով, երաշխավորելով մեր տարածքային ամբողջականությունը եւ այլն, եւ այդ երաշխավորները Ռուսաստաններ ինքը եւ Արևմուտքը ես ուղիղ չեմ հիշում, որ երկրներն, ինչքան հիշում եմ դա բաններ, Մեծ Բրիտանիաներ եւ ԱՄՆ-ն կամ Ֆրանսիան, արդեն չեմ հիշում, բայց հավաքական Արևմուտքը, ենթադրաբար ԱՄՆ-ն։ Եվ այստեղ նա ասում է, մեզ խաբեցին եւ հարձակում եղավ։ Հիմա ասում եմ, մենք ուզում ենք նույն երաշխավորությունն, երաշխավորություն, բայց այդ երաշխավորանքի մեջ ինքը շատ հետաքրքիր կետ է մտցնում։ Եվ սա իգիտություն բոլոր այն հայերի, որոնք Նիկոլ Փաշինյանի այս խաղաղության այլ բառերով կապիտուլյացիայի պայմանագիրը որպես երաշխավորանք են ընդունում, որ խաղաղության մեջ են ապրելու։ Ամենահարմար պահին թուրքական կողմը փորձել է վերջնականացնել Հայաստանի եւ հայության այդ դուրս մղման գործընթացը։ Մեր բնորանից, ինչպես եւ ասացի։ Ասում է Զելենսկին, որ պետք է ուժային գործոն լինի եւ երկրների անունը տալիս, որոնց միջոցով, եթե իրենք մտնեն ընդհանրական մի ՆԱՏՕ-ի հետ միասին ընդհանրության մեջ, Ռուսաստանից ավելի ուժեղ կլինեն։ Եվ որ երկրներն են։ Ուկրաինան ինքը, դե Ուկրաինան այսօր այո, ունի ենթադրաբար Եվրոպայի ամենամարտունակ բանակը։ Եվ ծավալով, եւ 4 տարից 5-րդ տարին է, 5 տարվա ընթացքում նա կատաղի դիմադրությունա ցույց տալի ամենավայրագ ուժերից մեկին Ռուսաստանին։ Ասում է Ուկրաինան, ասում է Նորվեգիան ինչի, որպեսզի Բալթիկ ծովի, այսինքն հյուսիսային ծովերի մասը վերահսկել լինի, եւ Թուրքիան։ Ասում է եւ ՆԱՏՕ-ի աջակցությամբ այս 3 միավորը, եթե դա ընդհանրական մի համադրման բա կիրառվում, Ռուսաստանից էապես ուժեղ են այս 3 ուժերը լինելու։ Եվ արդեն մենակ պաշտպանական չի լինելու։ Շատ կարևոր բան է ասում Զելենսկին։ Այսինքն ուզում ես խաղաղություն։ Պատրաստ եղի, ես այդ էլ եմ ասես վերջերս, բայց դա այդ բանաձևը աշխատում է հիմա ինչքանով դա ծեծված լինի։ Ուզում ես խաղաղություն, պատրաստ եղի պատերազմի։ Թուղթը խաղաղություն չի բերում։ Առևտրային հարաբերությունները խաղաղություն չեն բերում։ Խաղաղություն բերում է քո ռազմական
եւ այո տնտեսական եւ այո ժողովրդագրական եւ այո գաղափարաբանական զորությունը դա է բերում խաղաղություն այն ամենը ինչից գործող իշխանական համակարգը եւ Փաշինյանական վարչակարգը 35 տարի շարունակ մեզ զրկել են խաղաղության խոսակցությունները Փաշինյանը չի սկսել ժամանակին խոսվում էր նա մասին եւ դժգոհություն էր արտահայտում մեր առաջի դեմքերից մեկը որ մենք մեր ժողովրդին պատրաստում ենք խաղաղության իսկ Ադրբեջանը իր ժողովրդին պատրաստում է պատերազմի եթե Ադրբեջանը գիտես որ պատրաստում է պատերազմի դու ինչ ես խաղաղության քու ժողովրդին նախապատրաստում պետք է պատրաստ լինել պատերազմի այդ դեպքում կունենանք խաղաղություն եւ Զելենսկու հայտարարությունները դրա մասին են շնորհակալություն պարոն Հակոբյան, մեր հաղորդման ժամանակը մոտեցավ ավարտին։ Սիրելի բարեկամներ, հիշեցնում եմ, որ մենք զրուցում էինք ազգային օրակարգ կուսակցության խորհրդի նախագահ եւ Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Արամ Հակոբյանի հետ։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։